Բարև շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թեմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստանի մակրոտնտեսական քաղաքականությանը եւ տնտեսական վերջին զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակի։ Հատուկ ուշադրություն է դարձվել առաջիկա տարիներին կառավարության ծախսային առաջնահերթություններին, այդ թվում կրթության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության եւ սոցիալ-տնտեսական ներառման եւ մի շարք այլ ուղղություններով։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեխնիկական համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Այսօրվա առաջին նիստում քննարկվել է նաև Հայկ Սարգսյանի զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը օրակարգ ընդգրկելու վերաբերյալ հարցը։ Հիշեցնենք, որ գլխադասային հանձնաժողովն այս օրինագծին տվել էր բացասական եզրակացություն։ Մեջբերեմ վարչապետի ելույթից մի հատված։ Բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ, որովհետև երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առայն, որ զորակոչի ենթակա տարեքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետեւ այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Այստեղ իհարկե պետության իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կանգնում։ Մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որտեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը։ Մեջբերման ավարտ։ Մեջբերեմ նաև վարչապետի ապրիլի 30-ի կառավարության նիստում ունեցած ելույթից մի հատված։ Ես համոզված եմ, որ շատ մեր հարգելի գործընկերներ մտածում են, ասում են. դե հա որոշել են, հո չեն անելու։ Էսա կգա դեկտեմբերի 31-ը եւ կհետաձգվի այս որոշման ի կատարածումը։ Տասնյակ առաջարկներ եմ ստացել, որ եկեք այս հետաձգենք։ Ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող, երկարաժամկետ ռազմավարական որոշում է, ինչքան ժամանակը մոտենում է, կամաց հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտը հետաձգելն է ու գալիս է ցիկլը։ Տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի։ Պրոբլեմն է նա, որ երբ սփխեչը, եւ զատիկը, եւ Նոր տարին ամեն տարի կա։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու բացարձակապես։ Այս պահին ինչ ուժի մեջ է, ոչ մի բան այլևս չի հետաձգվելու։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ։ Չգաք ասեք հետաձգենք, չկա հետաձգում։ Մեջբերման ավարտ։ Հիմա կարդամ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի որոշումը։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 22 մայիսի 2025 թվական N633L։ Հիմք ընդունելով ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի առաջին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հավանություն տալ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին եւ կից ներկայացված նախագծերի հավանություն տալու մասին կառավարության առաջարկները։ Հայկ Սարգսյանը հիշատակեց մայիսի 22-ի կառավարության որոշում հավանություն տալու մասին։ Քվեարկելուց առաջ ուղղակի տեղեկացված եղեք։ Այն նախագիծը, որը Հայկ Սարգսյանի հեղինակածն է եւ հիմա քվեարկվելու է, կառավարության կողմից Սուրեն Պապիկյանը նստած է, Պաշտպանության նախարարության որևէ առաջարկ ընդգրկված չի։ Որևէ առաջարկ ընդգրկված չի եւ մենք հայտնվելու ենք այս նախագիծը օրակարգ բերելով հայտնվելու ենք խառնաշփոթի մեջ։ Բանակի բարեփոխման ռազմավարությունը գտնվում է մեր առաջնահերթությունների շարքում եւ այդ թվում այս նախագծի մեջ կան հարցեր, որոնք որ կարող են հասցեագրել բանակում բարեփոխումների մեր նպատակները, սակայն այնուհանդերձ առանձին կարգավորումները, դրանց ձևակերպումները եւ սահմանումները, ինչպես նաեւ քննարկման ժամանակը
Խմբակցությանը բերել այն համոզման, որ այս նախագիծը այս պահին այս տեսքով չենք կարող ընդունել, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկել այս նախագծին, ուստի այս քվեարկությանը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւս դեմ կքվեարկի։ Նախագիծը սկսել են կառավարության գործընկերների հետ քննարկել 2024 թվականի հունվարից։ Ցավոք ազգային ժողովի մի շարք գործընկերների հետ ժամանակ չի եղել մինչ այս վերջին 1.5 տարվա ընթացքում քննարկումներ կազմակերպելու համար, եւ ես առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները եւ այն ուղենիշերը, որ վարչապետն է դրել մեր առաջ եւ կառավարության ծրագրում առկա են, դրանք կարողանանք կյանքի կոչել։ Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին։ Շնորհակալ եմ։ Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը, այդ մասին հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հայաստանի Հանրապետության կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, նշել է նա։ Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ այս գիշեր հարվածել են Թեհրանի հրամանատարական կենտրոններից մեկին եւ սպանել Ալի Շադմանիին, որն Իրանի գերագույն առաջնորդի ամենամոտ անձանցից էր։ Շադմանին ղեկավարում էր Իրանի արտակարգ իրավիճակների ռազմական շտաբը եւ վերահսկում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ բանակը։ Նա նշանակվել էր օրեր առաջ, այն բանից հետո, երբ իր նախորդը Ալամ Ալի Ռաշիդը սպանվել էր Իսրայելի հարվածների հետևանքով։ Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ վերջին 5 օրում զոհվել է 224 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ երեկոյան հայտարարել է, որ պաշտոնական Թել Ավիվը վճռական է վերացնելու Իրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռային ծրագրերից բխող վտանգը։ Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ։ Ուկրաինան հայտարարել է, որ ռուսները 440 անօդաչուներով եւ ավելի քան 30 հրթիռներով հարվածներ են հասցրել երկրի տարբեր շրջաններին։ Կիևում հարվածների հետևանքով 14 մարդ զոհվել է, առնվազն 100-ը վիրավորվել։ Վնասվել են բնակելի շենքեր, ավտոմեքենաներ, բռնկվել են հրդեհներ։ Տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Օդեսայում հարձակման հետևանքով ավերվել են քաղաքի պատմական կենտրոնում գտնվող բնակելի շենքերը։ Հաղորդվում է 1 զոհի եւ 17 վիրավորի մասին։ Ռուսական կողմն էլ հայտարարել է, որ որսացել եւ ոչնչացրել է ավելի քան 200 ԱԹՍ-ներ։ Ռուսները նաև բարելավել են դիրքերը մի քանի ուղղություններում։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին։ Հանդիպմանը երկուստե կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում։ Քննարկվել են մշակութային եւ առևտրատնտեսական ոլորտներում իրականացվող ծրագրերը, հետագա անելիքները։ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1.5 միլիարդ դրամի թերհայտարարագրման դեպք։ Մանրամասները մեր գործընկերների տրամադրած տեսանյութում։ Օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող բարենային եւ ոչ բարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ։ Արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ եւ հանգամանքներ այն մասին, որ 2023 թվականի մարտի 1-ից մինչեւ 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 430 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնենք, արկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ ռամարկային մեքենա պարտադիր է։ Ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Ուստի ՊԿ հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օրենքի պահանջը ընդունել ի գիտություն եւ ապօրինություններ թույլ չտալ։
Մինչև տարեվերջ Գլենդելի հարակից հայաշատ շրջանում նախատեսվում է բացել համաշխարհային ազգային պահեստը։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը ներկայացրել է նախատեսվող ծրագրերը։ Համաշխարհային ազգային պահեստը կգործի որպես միավորող հարթակ մեկ հարկի տակ, համախմբելով թե մեծ եւ թե փոքր բիզնեսները։ Այս կերպ նախաձեռնությունը նպատակ ունի խթանել գործարար կապերը, ապահովել աջակցություն զարգացման ու առաջընթացի համար։ Պահեստի գաղափարը բավականին հետաքրքիր է եւ աշխարհում նմանատիպ մոդելներ զարգացող տնտեսությունները կիրառել են սովորաբար իրենց երկրների արտադրողներին խրախուսելու եւ արտադրողների ժամանակային, գործառնական եւ այլ ծախսեր նվազեցնելու համար։ Գաղափարը, եթե փորձենք կարճ մի քանի բառով ներկայացնել, ապա հայ արտադրողներն իրենց ապրանքները արտահանում են Միացյալ Նահանգներ, տեղակայում իրենց ապրանքները Միացյալ Նահանգներում արդեն իսկ իրենց հետ ձայնեցված համապատասխան մակերեսով տարածքներում, որտեղ որ իրենց ապրանքներին համապատասխան պահպանման ռեժիմ է ապահովվում եւ այդ տարածքում ամբողջական գտնվելով հայկական բազմաթիվ արտադրողների ապրանքներ, դիստրիբյուտորներին, շուկայում զարգացման գործողություններով զբաղվողներին, մեծ մատակարարներին, ինչու՞ չէ նաեւ փոքր գնորդներին հնարավորություն են ընձեռում արդեն մոտենալ այդ տարածքից եւ մեկ այցելության ժամանակ կարողանալ այդ տարածքից ձեռք բերել պայմանական ասած հայկական արտադրության գինի, հայկական արտադրության ճիր, հայկական արտադրության այլ ապրանքներ, տեքստիլ, արծաթեղեն եւ այլն։ Դա հնարավորություն է տալիս միանշանակորեն նվազեցնել թե գնորդների գործառնական ծախսերը, որոնց արդյունքում իրենք կարողանան շուկայում ավելի արդյունավետ իրացում անել, եւ հայ արտադրողի վրայից վերցնում է այն հոգսը, վերցնում է այն բեռը, ինչպես Տիկին Մանուկյանը նշեց, փաստաթղթավորման, լիցենզավորման, մաքսազերծման խնդիրներից ազատում է երկու կողմերին եւ հնարավոր պլատֆորմ է ստեղծում, հարթակ է ստեղծում գնորդի եւ վաճառողի միջեւ։ Եթե Միացյալ Նահանգների հայ-ամերիկյան բիզնես կամուրջին կամ կանադական ծրագրին կա չափանիշներ եւ դրանք պարտադիր գործառույթներ են շրջանառության միջոց, 3 տարվա բիզնես գործունեության հնարավորություն, ազգային պահեստը նման չափորոշիչ չի դնում, միակ խնդիրը լիցենզավորումն է, FDA-ի ցուցումները, փաստաթղթավորումները, որակի փաստաթղթավորումները եւ անկախ նրանից թե ընկերությունը նոր ձևավորված բիզնես է եւ կամ երկարամյա բիզնես է, բայց փոքր շրջանառության միջոցներ է ունեցել, նրանք կունենան հնարավորություն այդ հարթակում ներկայացված լինելու, որովհետև այս ծրագիրը միտված է ոչ միայն խոշոր միջին ընկերություններին աջակցելու, այլ նաև հարթակ տրամադրելու միկրոփոքր ընկերություններին զարգացման process-ը գնալու եւ հաղթահարելու, այդ թվում նաև իրենց միջոցները մեծացնելու եւ ծավալները զարգացնելու ուղղությամբ։ Այսքան ենք նախատեսել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։